2026 թվականի փետրվարի սկիզբը հրավառության և թմբուկների հարվածների մասին չէ։ Այն լուռ, բայց միևնույն ժամանակ հուզիչ պահերի մասին է, որոնք կարող են շրջադարձ կատարել ձեր կյանքում։ Դուք գիտեք, թե ինչպես է դա։ Դուք գնում եք ձեր սովորական ճանապարհով, իսկ հետո հանկարծ կանգ առեք։ Ձեր ներսում ինչ-որ բան կոտրվում է, և դուք հասկանում եք, որ չեք կարող շարունակել նախկինի պես։ Այս օրերին ձեր ներքին ձայնը կդառնա ավելի բարձր, քան արտաքին աղմուկը։ Պատահական հանդիպում, անսպասելի միտք ցնցուղի տակ, կամ պարզապես լռության մի պահ և բամ, ձեր առաջնահերթությունները վերաշարադրվում են։ Ձեր սովորական ուղեցույցները դադարում են աշխատել, բայց փոխարենը դուք հնարավորություն ունեք ընտրելու այն ուղին, որն իսկապես ձերն է։ Առյուծներ, պատրաստվեք հետաքրքիր հայտնագործության։ Այն կերպարը, որը դուք այդքան ջանասիրաբար պահպանում եք, հանկարծ կսկսի շեղվել նրանից, թե ով եք դուք իրականում։ Եվ սա անհատականության ճգնաժամ չէ, այլ հրավեր է, անկեղծ զրույց ունենալու ինքներդ ձեզ հետ։ Ով եք դուք, երբ պետք չէ փայլեք։ Ով եք դուք, երբ ոչ ոք չի նայում։ Փետրվարի սկզբին թաքնված հոգնածությունը կհայտնվի ջրի երեսին։ Դուք կարող եք հանկարծակի մտածել, որ ձեր հին ամբիցիաները այլևս ձեզ չեն խանգարում, որ ուշադրության կենտրոնում լինելու մշտական ցանկությունը նման է կորսետ կրելուն, գեղեցիկ, բայց դժվար շնչելու համար։ Արտաքին աշխարհը կգործի որպես հայելի, ինչ-որ մեկը կքննադատի ձեզ, և դուք հանկարծ կհասկանաք, որ դա ցավալի է, որովհետև դա ճիշտ է։ Կամ ընդհակառակը, նրանք կգովաբանեն ձեզ, բայց դուք կզգաք դատարկություն, որովհետև նրանք գովաբանում են ձեր դիմակը, այլ ոչ թե իրական ձեզ։ Ինչ պետք է անեք։ Թույլ տվեք ինքներդ ձեզ վերականգնել ձեր անձնական ապրանքանիշը։ Այո, կարող եք։ Դուք կարող եք փոխել նախագծեր, փոխել ինքնարտահայտման ձևաչափ, խոստովանել ինքներդ ձեզ։ Ես հոգնել եմ այս խաղից։ Սա թուլություն չէ, սա քաջություն է։ Հաղորդակցության մեջ նուրբ անկեղծությունը, հին դերերին ոչ ասելու քաջությունը և սեփական չափանիշները վերանայելու պատրաստակամությունը, սա է, ինչը կհանգեցնի ոչ թե դեմքի կորստին, այլ հոգևոր ներդաշնության ձեռքբերման։ Եվ սա, համաձայնեք, ավելի արժևավոր է, քան ցանկացած ծափահարություն։ Ձկներ, երբ մառախուղը ցրվում է և ափը երևում է։ Ձկները հակված են հոսանքի հետ գնալու։ Երբեմն սա կատարյալ է աշխատում, բայց փետրվարի սկզբին տիեզերքը որոշում է միացնել ձեր GPS-ը։ Անորոշ ծրագրերն ու անորոշ զգացմունքները հանկարծ կսկսեն հստակ ուրվագծեր ստանալ։ Եթե նախկինում շեղվել եք առաջնորդվելով տրամադրություններով և շրջապատի մակընթացություններով, հիմա հնարավորություն կունենաք որոշել ձեր սեփական ուղղությունը։ Եվ գիտեք ինչ, դա կարող է մի փոքր վախեցնող լինել, որովհետև պարզության հետ գալիս է պատասխանատվություն։ Այս ժամանակահատվածը կբերի ընկալման հանկարծակի պարզություն։ Զգացմունքները չեն անհետանա, դուք ի վերջո ձկներ եք, և զգացմունքների խորությունը փաթեթի մի մասն է, բայց ինտուիցիայով գործելու ցանկությունը կփոխարինվի հստակ քայլերի անհրաժեշտությամբ։ Ուր եմ գնում, ինչու, ինչ պետք է անեմ վաղը։ Խթանը կարող է լինել ցանկացած բան, կարևոր անձի հետ սրտառուչ զրույց, կոնկրետ որոշում պահանջող իրադարձություն կամ պարզապես երեկոյան զբոսանքի ժամանակ ըմբռնման պահ։ Գլխավորը պարզության այս ալիքը բաց չթողնելն է։ Գրեք ձեր մտքերը, կազմեք ծրագիր։ Այո, դա հնչում է պրոզաիկ միստիկ ձկների համար, բայց հավատացեք ինձ, փոքր ամենօրյա ծեսերը, հստակ գրաֆիկը և սահմանված սահմանները կօգնեն ձեր զգացմունքներին կայունություն ձեռք բերել։ Զգացմունքային զգայունությունը մնում է ձեր գերուժը։ Պարզապես փետրվարի սկզբին այն կպահանջի աջակցություն իրական գործողությունների տեսքով։ Կույս։ Երբ պերֆեկցիոնիզմը սկսում է խեղդել։ Կույսեր, դուք ամեն ինչ վերահսկողության տակ ունեք, միշտ, ամեն մանրուք, ամեն ստորակետ, ձեր ծրագրի ամեն մի կետ։ Սակայն փետրվարի սկզբին այս սովորական բռնվածքը կսկսի ծանրանալ ձեզ վրա, ոչ թե շրջապատողների, այլ ձեզ վրա։ Տիեզերքը կառաջարկի այլ մոդել, չվերահսկել հարյուրավոր մանրուքներ, այլ առաջնահերթություն տալ ամենակարևորին, և սարսափելի է մտածել դրա մասին, թողնել այն, ինչը սպառում է ձեր էներգիան։ Սա կդրսևորվի որոշակի իրավիճակներում։ Ամեն ինչ վերահսկողության տակ պահելու փորձերը կսկսեն հակառակ արդյունք տալ։
Նախագծերի հետաձգումներ, գործընկերների դիմադրություն, ովքեր հոգնել են խմբագրումներից հետո խմբագրումներ ստանալուց, հոգնածություն մանրամասների անվերջ հղկումից։ Եվ ահա շրջադարձային կետը. մի նվազեցրեք պատասխանատվությունը։ Դուք պետք է վերանայեք ձեր կառավարման մեթոդները։ Պատվիրակություն? Այո, դա վախեցնող բառ է։ Ինչպես կարող եմ վստահել մեկին, եթե նա դա ճիշտ չի անում։ Ահա թե ինչպես։ Սովորեք։ Սահմանեք հստակ առաջնահերթություններ։ Կառուցեք առաջադրանքներ, հիմնվելով ինչը կտա ամենամեծ արդյունքը սկզբունքի վրա։ Զգացմունքային մակարդակում օգտակար է աշխատել ընդունման վրա։ Իդեալական պատկերը անհասանելի է, եւ դա նորմալ է։ Սա չի նվազեցնում ձեր մասնագիտական կարողությունը։ Ընդհակառակը, ոչ էական բաներից հրաժարվելու ունակությունը ձեզ ավելի ուժեղ է դարձնում։ Գործնական քայլեր. կազմեք հիմնական առաջնահերթությունների ցանկ, ոչ ավելի քան 5-ը։ Սովորեք շաբաթական առնվազն 1 առաջադրանք հանձնարարել։ Սահմանեք հստակ ժամանակացույց, որը թույլ կտա ձեզ պահպանել արտադրողականությունը առանց անընդհատ վերահսկելու յուրաքանչյուր պիքսելը։ Ցանկանում եք նմանատիպ ավելի շատ կանխատեսումներ, բաժանորդագրվեք։ Առջևում դեռ շատ հետաքրքիր բաներ կան։ Մենք միասին կպարզենք, թե ինչ է տիեզերքը պատրաստել մեզ համար։ Մինչև հաջորդ անգամ։